Մեր ջերմ ողջույնները Տավուշի մարզից, ելի հայրենակիցներ, ուրեմն դե գիտեք, որ օրեր առաջ ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն սկսվեց եւ այդ քարոզչությունը սկսեց իրականացնել Դանիել Իոնիսյանը, ով որ ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված դիտորդ է, իր դիտորդը պետք է լինի անաչառ, անկախ եւ չպետք է որևէ ուժի օգտին կամ որևէ ուժի դեմ քարոզչություն իրականացնի։ Իսկ Դանիել Իոնիսյանը կոնկրետ մեր դեմ, առանձին վերցրած, կոնկրետ մեր դեմ քարոզչություն է իրականացրել, մեկ ուղիղ եթեր է արել եւ մեկ գրառում, որից հետո մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, այսօր ժամը 5-ին պետք է քննվի այդ հարցը, բայց տեսեք, այսինքն ադրբեջանական աղբյուրը ապացուցված է, որ ադրբեջանական աղբյուրը ֆակտոր TV-ն է բացահայտել, բայց այսօր համոզմունքը իմ մոտ ավելի կայունացավ։ Ինչու՞։ Որտեվ ինձ ուղարկեցին Արեգ Քոչինյանի եթերը, ով որ էլի վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին, եւ որ պետք է պայքարել մեր դեմ բան, իսկ Արեգ Քոչինյանը ուր էր օրեր առաջ, Բաքվում էր։ Այսինքն Բաքուն անցել է լայնածավալ հարձակման մեդիա դաշտում, փափուկ ուժով, սա փափուկ ուժն է կոչվում, ընդդեմ Լուսավոր Հայաստան կուսակցության։ Այսինքն իրենց անհանգստությունն այն է, որ ինչ էլ որ լինի, միայն թե Լուսավոր Հայաստան կուսակցությունը չհայտնվի ազգային ժողովում։ Հասկանում եք, ուրիշ որևէ ուժի վերաբերյալ Բաքվից նոր եկած Արեգ Քոչինյանը լայվ չի արել, մեր մասին արել։ Հիմա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, մեր քաղաքացիները պետք է այդ որոշումը կայացնեն, ժողովուրդ Բաքվում պետք է խանգարի, որ մենք հասնենք ազգային ժողով, թե մենք որպես քաղաքացիներ, որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ, որպես հայեր, պետք է կանգնենք ու մերժենք Բաքվին։ Յուրաքանչյուր քվե, որ կտրվի Լուսավոր Հայաստան կուսակցության մեր օգտին, ես արձանագրելու եմ, որ դա աջակցություն է ընդդեմ Բաքվի նարատիվների, դա աջակցություն է այն թեզերի, որոնք մենք ենք առաջ քաշել, եւ ահա դա է պատճառը, որ Բաքուն անցել է մեր դեմ գործի Հայաստանի տարածքում։ Մի բան էլ ավելացնեմ, որ Պետրոս Ղազարյանի եթերն էլ այստեղ մեծ ազդեցություն ունեցել, որտեղ ես հարցազրույց էի, 3 տարի անց չեմ գնացել, չեն հրավիրել ավելի շուտ։ Բոլոր քաղաքական միավորները ստացել են 2 եթեր, մի հատ քարոզարշավից առաջ, մի հատ քարոզարշավի ընթացքում, մենք ստացել ենք 1 եթեր եւ այլևս եթեր չի լինելու Պետրոս Ղազարյանի մոտ։ Արձանագրենք ու դրանից հետո Բաքվից եկած նոր մարդու շուրթերով իմ դեմ արշավ է սկսում։ Տարածեք, կհանդիպենք ԿԸՀ-ում այսօր ժամը 5-ին։